Վարշավան ճանաչում է Պաղեստին պետությունը, հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։ Նա հավելել է, որ Լեհաստանն աջակցում է Գազայի հատվածում արյունահեղությունը դադարեցնելու բոլոր ջանքերին։ Իսրայելական զորքերը կմնան Գազայում իրենց ստեղծած բուֆերային գոտիներում հակամարտության ցանկացած կարգավորումից հետո, հայտնում է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Անցյալ ամիս Գազայում իրենց գործողությունները վերսկսելուց ի վեր իսրայելական ուժերը ստեղծել են անվտանգության լայն գոտի, որը տարածվում է մինչև Գազայի խորքերը, ստիպելով ավելի քան 2 միլիոն պաղեստինցիների տեղափոխվել անկլավի հարավում գտնվող ավելի փոքր տարածքներ։ Իրանը պատրաստ է սկսել Միացյալ Նահանգների հետ ապագա համաձայնագրի պայմանների քննարկումը, եթե Վաշինգտոնը կառուցողական դիրքորոշում ընդունի եւ չպնդի միջուկային ծրագրի ամբողջական վերացման վրա, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ Իրանը հեռու չէ ատոմային ռումբ ունենալուց, հայտարարել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին։ Դա փազլի պես է, նրանք ունեն այդ կտորները եւ հնարավոր է մի օր կարողանան դրանք միասին հավաքել, նրանք հեռու չեն դրանից եւ դա պետք է ընդունել, հայտարարել է Գրոսին։ Հարվարդի համալսարանը հայտարարել է, որ չի ենթարկվի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պահանջներին, անկախ նրանից կշարունակի ստանալ դաշնային ֆինանսավորում, թե ոչ։ Ոչ մի կառավարություն, անկախ նրանից, թե որ կուսակցությունն է իշխանության ղեկին, չպետք է թելադրի, թե մասնավոր համալսարանները ինչ կարող են դասավանդել, ասել է Հարվարդի համալսարանի նախագահ Ալան Գարբերը համալսարանի կայքում տեղադրված նամակում։ Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ եւ Քրդամետ ժողովուրդների հավասարություն եւ ժողովրդավարություն կուսակցության падգամավոր Սրը Սուրեյա Օնդերը նախորդի երեկոյան սրտի կաթված է ստացել։ Կուսակցությունն այս մասին հայտարարել է կեսգիշերից հետո տարածած գրավոր հայտարարության մեջ, նշելով, որ Օնդերը գտնվում է ծանր վիճակում։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։